Այս տարի առաջին անգամ կրկնազատկին Մայրաթոր Սուրբ Էջմիածնից Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի բերվեց Սուրբ Ստեփանոս նախավկայի մասունքագիր խաչը և ուխտի տոնական պատարագ մատուցվեց։ Քրիստոսի համար նահատակված առաջին մարտիրոսն է Ստեփանոս Սարգսակը։ Սարգսակ բառը նշանակում է սպասավոր, օգնական։ Սարգսակները քրիստոնեական եկեղեցու սպասավորներն էին, ովքեր հոգ էին տանում աղքատների մասին և խնամում կարիքավորներին։ Սուրբ Ստեփանոսին քարկոծելով սպանել են Երուսաղեմի մոտակայքում, երբ վկայում էր Քրիստոսի մասին։ Նա մահացել է թողություն խնդրելով իրեն սպանողների համար։ Սրբին քարկոծողներից մեկն էլ Սավուղն էր, հետագայում Պողոս Առաքյալը, որը դարձի գալով սկսեց ավետարանը քարոզել։ Ռաֆայելը Գևորգյան հոգևոր ճեմարանի սան է, արդեն 3 տարի շապիկ է հագնում և սպասավորում Սուրբ Խորանին։ Նա դեռևս սարգսակ չէ, բայց Սուրբ Ստեփանոս նախավկան աներեր հավատի և մարդասիրության օրինակ է նրա համար։ Իրենից կարող ենք վերցնել անձնազոհությունը, այսինքն բոլորս մեր մեջ ունենանք իր օրինակը և փորձենք ավելի կարողանանք մեր մեջ հաստատել հավատքը։ 7-րդ դարի կառույց է Մաստարայի եկեղեցին։ Սա առաջին եկեղեցին է Հայաստանում, որը կառուցվել է առանց սյուների։ Միջնադարյան այս բացառիկ ճարտարապետական կառույցի նմանողությամբ հետագայում կառուցված եկեղեցիները նույնիսկ մաստարայատիպ անունն են ստացել։ Պատարագը մատուցեց Տեր Հայկ Քահանա Սահակյանը։ Քրիստոսի հրաշափառ հարության ավետիսը տալով ներկաներին Տեր Հայրն անդրադարձավ Սուրբ Ստեփանոս նախավկային, որպես քրիստոնեական հավատի և Քրիստոսի անդավաճան հետևորդի։ Մենք բոլորս պիտի այդ նույն գաղափարն ունենանք և Սուրբ Ստեփանոսի հենց վարքից մեկնելով, ովքեր անգամ մեր նկատմամբ ինչ որ մի հանցանք են գործում, ներել, որտեվ Տերը ինքը եւս այդ խոսքերն ասեց. Տերների նրանց, որտեվ չգիտեն թե ինչ են անում։ Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ բարձր բլրի վրա է գտնվում Սուրբ Ստեփանոս եկեղեցին։ Պատարագի ավարտին Տեր Հոր առաջնորդությամբ ուխտավորները բարձրացան Սուրբ Ստեփանոս եկեղեցի, որտեղ էլ սրբի մասունքով Տեր Հայրը անդաստանի կարգ կատարեց։ Մաստարայում ուխտավորների օրն ավարտվեց ազգային երգու պարով։ Սոնա Խաչատրյան, Արություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։